Երրորդ իշխանություն է կոչվում դատական համակարգը։ Մենք ունենք դատական համակարգ, բայց չունենք դատական իշխանություն, որը ապահովում է օրենքի գերակայությունը։ Հետևաբար երկրի առաջընթացը բոլոր բնագավառներում։ Այդպիսի իշխանությունը ձևավորվում է միայն քաղաքացիական հասարակության պահանջով։ Պահանջենք այն։ Բարև ձեզ բարեկամներ, նոր տարին սկսենք մեր պաշտպաններից։ Փաստաբանների հաղթանակները շատ չեն, պատճառները տարբեր, կառուցվածքային, օրենսդրական, մասնագիտական։ Ինչպես են նրանք գնահատում անցած տարին, լսենք նրանց։ Գուցե ընթացքում ձանձրանանք, որովհետև տարիներ շարունակ նրանք խոսում են նույն խնդիրների մասին, սակայն հիշենք, որ այդ խնդիրները միայն փաստաբաններինը չեն, այդ խնդիրների պատճառով խախտվում են մեր իրավունքները։ Այնպես որ մեկ անգամ ևս լսենք փաստաբաններին։ Կարծում եմ, ոչ վերջին անգամ։ Անցավ 2013 թվականը, եթե գնահատենք, թե ինչ հաջողություններ մասնագիտական ունեի անցյալ տարվա ընթացքում, նախ եւ առաջ կնշեի Մադաղիսի գործով, այսպես կոչված Մադաղիսի գործով վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կողմից արդարացման դատավճիռ անփոփոխ թողնելը, որը ինձ համար շատ կարեւոր էր։ Կնշեմ Նարեկ Հարությունյանի գործով դատական ակտը, որով վերջակետ դրվեց ամերիկահայ շատ ճանաչված բարեգործ Նարեկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, որի մասին 2012-ի վերջում շատ էր խոսվում, հետո հետզհետե այդ գործի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը նվազեց, որովհետև նորանոր լուրջ խնդիրներ առաջացան արդարադատության ոլորտում։ Մասնագիտական առումով դրական ինձ համար պիտի համարեմ այն, որ իմ կողմից կազմված ձեռնարկը կրթության եւ գիտության նախարարի կողմից նախարարի հրամանով ճանաչվեց դասագիրք բուհերի համար դասագիրք ճանաչվեց, դա ինձ համար շատ կարեւոր է։ Ես ուրախ եմ, որ դա այդպես եղավ։ Սակայն անհաջողությունները, որոնք որ անցյալ տարի տեղի ունեցան Բուդաղյանների գործով, ինձ համար այն աստիճան ցավալի էին, որ խաչ քաշեցին բոլոր հաջողությունների վրա, մասնագիտական բոլոր հաջողությունների վրա խաչ քաշվեց Բուդաղյանների գործով այդ տարօրինակ որոշումներով, որով քրեական հետապնդումները դադարեցվեցին Սուրիկ Խաչատրյանի որդու Տիգրան Խաչատրյանի եւ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի Զարզանտ Նիկողոսյանի նկատմամբ եւ նրանք ազատ արձակվեցին։ Մեղադրվում էին, ինչպես հիշում եք, Ավետիք Բուդաղյանի սպանության եւ Արտակ Բուդաղյանի ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ Նրանք ազատ արձակվեցին։ Եվ այստեղ հերթական անգամ մենք փաստեցինք, որ Հայաստանում կան մարդիկ, մի շերտ կա, որոնք որ արդարադատությունը նրանց համար չի, նրանք անհասանելի են իրավապահ մարմինների համար, նրանք անհասանելի են արդարադատության համար, իրենք վեր են կանգնած բոլոր տեսակի օրենքներից։ Սա շատ ցավալի բան է, չէ՞ որ վերջին 20 տարվա այս ճակերտավոր բարեփոխումները ուղղված էին հենց հատկապես նրա, որպեսզի այդ երևույթը այլևս գոյություն չունենա։ Հերթական անգամ տեսանք, որ ոչ թե առաջընթաց է, այլ շրջապտույտ։ Մեր արդարադատության համակարգում այդ դատաիրավական բարեփոխումներում արձանագրեցինք ոչ թե առաջընթաց, այլ շրջապտույտ։ Այսինքն եկանք այնտեղ, որտեղից որ սկսել էինք 20 տարի առաջ։ Սա շատ ցավալի էր մասնագիտական առումով։ Դուք հարցնում եք, արդյոք պարտությունների մեջ չկա նաև իմ մեղքի բաժինը, ես գտնում եմ, որ այո կա, ցանկացած փաստաբան, երբ որ պարտություն է կրում, նախ եւ առաջ պետք է մեղադրի ինքն իրեն։
կարող է պատահի օբյեկտիվորեն էլ իր մեղքը շատ քիչ լինի այդտեղ կամ ընդհանրապես բացակայի, բայց բոլոր դեպքերում, եթե ուզում ես հաղթել ապագայում, ապա պարտություններից պետք է փորձես դասեր քաղել։ Եվ պարտության մեջ միշտ պետք է փնտրես, ինչը դու այն չես արել, հա? Ինչը կարող է ավելի լավ անել։ Միանշանակ։ Երբ որ մենք այսօր դժգոհում ենք համատարած կալանավորումներից, հա, որ քրեական դատավարությունում մեղադրյալները, ովքեր մեղադրվում են ծանր, առանձնապես ծանր կամ միջին ծանրության հանցագործություններ կատարելու մեջ, համատարած դատարանների կողմից կալանավորվում են, եթե հերիքը քննիչը այդպիսի միջնորդություն ներկայացնի, հա, մենք բողոքելու տեղ ունենք, բայց ավելի լավ է մենք հիշենք մեր մեղքի մասին այդ process-ի մեջ, մեր մեղքի աստիճանը ճիշտ գնահատենք։ Եկեք հիշենք, թե ինչքան քիչ են եվրոպական դատարան գանգատները վերջին 10 տարվա մեջ, չէ՞ որ 10 տարի է այդ երևույթը կա։ Եվ հիշենք, քանի գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան անհիմն կալանավորների հետ կապված։ Եթե մենք, այդ թվում նաև ես, 10 տարի առաջ սկսեինք եւ հետո 10 տարի հետեւողականորեն ամեն այդպիսի որոշումը վճռաբեկ դատարան բողոքարկելուց հետո ուղարկեինք եվրոպական դատարան դրա վերաբերյալ գանգատներ 10 տարի առաջ, ապա 5 տարի առաջ մենք արդեն կունենայինք վճիռներ եվրոպական դատարանի, իսկ հիմա արդեն իրավիճակը բոլորովին ուրիշ կլիներ։ Ես միշտ մնում եմ այն կարծիքի, որ իհարկե արդարադատության համակարգը, դատարանները գործում են, եթե գնահատենք 5 բալանոց համակարգով 2-ի կամ գուցե 2+-ով այդ էֆեկտիվությամբ, բայց ես նաև այն կարծիքին եմ, որ դատարաններին առողջացնել, ստիպել, որպեսզի դատարանները գործեն էֆեկտիվ ու արդար, կարող է ոչ թե իշխանությունը, այլ փաստաբանությունը։ Այդպես չի լինում, որ դատավորներին դատական համակարգի էլիտային հրավիրեն Բաղրամյան 26, այնտեղ հումքերը կիտած իրենց ինչ որ իրենց վրա մատ թափ տան, որ այսուհետ կգնաք ու լավ կաշխատեք։ Այդպես դատական համակարգը չի առողջանում։ Դատական համակարգը կարող է առողջանալ միայն ուժեղ փաստաբանության ճնշման ազդեցության տակ։ Եվ իհարկե, եթե այսօր դատական համակարգը չի աշխատում կամ աշխատում է շատ վատ, առաջի հերթին ես փաստաբանությանն եմ մեղադրում եւ առաջիններից մեկը ինքս ինձ։ Դուք հարցնում եք, թե որ դատավորներն են իմ կարծիքով ամենալավերը։ Մենք փաստաբաններով հաճախ ենք քննարկում դատավորներին եւ մենք կան մի շարք դատավորներ, որոնց վերաբերյալ փաստաբանների մեծամասնության կարծիքը համընկնում է, որ իրենք լավ դատավորներ են։ Կա մի մասը դատավորների, որոնց մասին փաստաբանների մեծամասնության կարծիքը համընկնում է, որ այդ դատավորները ավելի լավ որ չլինեին, չաշխատեին։ Հա? Բայց երբ որ մեզ հարցում են ովքեր են լավ դատավորները, մենք վախենում ենք հրապարակել նրանց անունները։ Որովհետև ես անձամբ օրինակ վստահ չեմ, եթե հրապարակորեն նրա անունը տամ, դրանով ես իրեն լավություն արած կլինեմ, թե վատություն։ Ուղղակի կնշեմ մի դատավորի մասին, որը որ համարյա բոլոր փաստաբանները, ովքեր որ քրեական դատավարությունում են մասնագիտանում, համարյա բոլոր փաստաբանների կարծիքով այդ դատավորը ամենալավագույններից մեկն էր, Վազգեն Ռշտունի։ Հիմա դուք արդեն պատկերացրեցիք ինչու եմ ես համարձակ իր անունը տալիս, որովհետև ինքը արդեն դատավոր չի, ինքը դուրս եկավ դատական համակարգից եւ գնաց աշխատելու դատախազություն։ Սա ամենաբացասական երևույթներից է, որը կարող է լինել, որ դատավորները ընդ որում լավագույն դատավորներից մեկը, իսկ շատ գնահատականներով նաև շատ լսել եմ, որ համարում են քրեական դատավարությունում 3 դատավորներից մեկը ամենալավ դատավորներից մեկը, հա։ Նա իր ապագան այլևս չի տեսնում դատական համակարգում։ Ինքը գերադասում է գնալ աշխատել դատախազությունում։ Սա մի հատ ինդիկատոր է այսօրվա մեր դատական համակարգի վիճակի։ Եթե խորանալ այս երևույթի մեջ, ոչ մի բան այդքան չի վկայում մեր դատական համակարգի շատ վատ վիճակի մասին, ինչքան են, որ այս դատավորը թողեց ու դուրս եկավ դատական համակարգից։
Կարող ենք մի կողմ դնել փաստաբանների գործադուլները եւ այդտեղ հնչած կարծիքները, կարող ենք մի կողմ թողնել Սահմանադրական դատարանի նախագահի բարձրաձայնած կարծիքները դատական համակարգի մասին։ Հենց մենակ են, որ Վազգեն Ռշտունին դատավորը դատական համակարգը թողեց գերադասելով աշխատել դատախազությունում, միայն դա բավարար է, որպեսզի հասկանալ, թե ինչ ճգնաժամի մեջ է այսօր գտնվում դատական համակարգը։ Հաջողությունները մեր բնագավառում մի քիչ կարելի է հարաբերական բնութագրել, եթե զուտ դատավճիռների տեսքով նայենք, ապա եղել են եւ հաջողություններ, եւ հակառակը։ Եթե դիտենք, որ արդարացման դատավճիռներն են հաջողությունները գործերի, ապա եղել են 4 արդարացման դատավճիռ եւ եղել են նաեւ հոդվածների մեղմացման առումով վերավորակումներ եւ կարճումներ։ Բայց սակայն եղել են նաեւ բեկանված գործեր, մասնավորապես կարող եմ նշել գործերից մեկը Աշոտ Արուշանյանի վերաբերյալ գործը, որը նորից գտնում է այժմ Առաջիհատյանի դատարանում, ես դա նույնպես կհամարեմ հաջողություն։ Ցանկացած դատավճիռ, որը որ ձեռնտու չի եղել իմ պաշտպանյալին, ես դա համարում եմ պարտություն։ Այդ թվում կարող եմ նաև նույն իմ շեշտած բեկանված գործը շեշտել որպես պարտություն, քանի որ չի կայացվել դրանով արդարացման դատավճիռ, այլ բեկանվել է։ Գիտեք, ոչ մեկ անսխալական չի լինում։ Եվ հետադարձ հայացք, երբ որ գցում ենք մեր կոնկրետ իմ վարած գործերին, շատ դեպքերում, երբ որ թերթում եմ, մտածում եմ, որ կարող էի եւ այս քայլը կատարել։ Կարող էի եւ մեկ այլ քայլ կատարել, եւ գուցե նա ճիշտը լիներ։ Դա չեմ կարող ասել մասնագիտական սխալ է, թերացում է, թե ասենք ճանապարհի ոչ ճիշտ ընտրություն է, սակայն չեմ բացառում, որ տարիներ անց այսօրվա գործերն էլ թերթելուց մտածեմ, որ այս ճանապարհը կարող էի ընտրել։ Նույնիսկ ես կողմնակից չեմ օրենքների շուշուտ փոփոխմանը։ Օրենքը իմ կարծիքով պետք է ապրի իր էվոլյուցիան, պետք է զարգանա։ Եվ նայեք քրեական դատավարության օրենսգիրքը 2003 թվականից է գործում, եւ երևի այդպիսի ամիս կամ տարի չկա, որ դրանում փոփոխություն տեղի ունեցած չլինի։ Մենք 10 տարի ապրեցինք, զարգացավ այդ օրենքը։ Հիմա դա գցում ենք մի կողմ, ընդունում ենք մի նոր օրենք եւ բոլորս դառնում ենք սկսնակներ։ Օրենքները պետք է ընդունվեն ոչ թե առաջի հերթին մասնագետների համար, այլ հասարակության համար, քաղաքացիների համար։ Եվ պատկերացրեք ամեն տարի օրենքում փոփոխություններ են լինում, եւ հիմա էլ ամբողջ օրենսգիրքն է փոփոխվում։ Իսկ ինչու էր գործողը վատ։ Իսկ ինչու չէր կարելի այդ գործող օրենքում որոշակի էլի փոփոխություններով բերել հասցնել ինչ որ մի աստիճանի։ Գիտեք, ֆորմալ առումով, երբ որ դատարանի դահլիճում ես գտնվում, քեզ թվում է, թե կողմերի հավասարությունը պահպանվում է։ Բայց դա ավելի շատ, ասենց ասած, տեսքն է դա, բայց իրականում մնացել է նույնը ինչ որ կար։ Երբ որ դատավորը գալիս է եւ նիստը բացում է կամ գործը դատախազությունից ստանում է մեղադրական եզրակացությամբ, ըստ ինձ նրա մոտ առաջի բանը մեղադրական դատավճիռ կայացնելն է։ Համեմատելով նախորդ տարիների հետ, կարամ ասեմ, որ անցած տարվա հաջողությունները նվազել են համեմատ անցած մյուս տարիների։ Պատճառների մասին երևի թե պետք է խոսեմ, նախ առաջինը արդյոք այստեղ կա փաստաբանի բաց թողում, թե ոչ, բայց որպիսի օբյեկտիվորեն գնահատել եւ ասել այս բաց թողումը այսպես թե այնպես կարող էր անդրադառնալ դատական ակտի վրա, ես կարող եմ ասել հետեւյալը, որ այս դեպքում պետք է դատական համակարգը լինի կանխատեսելի, պետք է իրականում իրականացնի արդարադատություն, որպեսզի մեր համար է հասկանալի լինի, թե մենք տվյալ քայլերը կատարելով կամ չկատարելով թույլ ենք տվել արդյոք սխալ, որը կարող էր ազդել դատական ակտի վրա։ Կցանկանայի, որ ասում եք խնդիրների մասին խոսել, մյուս մեծ խնդրեմը դա կալանքի հետ կապված հարցերն են,
որը մենք բազմաթիվ անգամ բարձրացնում ենք, սակայն նորից անտեսվում է որպես այդպեսին։ Դատարանները կուրորեն, մեխանիկորեն բավարարում են նախաքննական մարմնի միջնորդությունները, դա նաև հաստատում է վիճակագրական տվյալները։ Ընդ որում, որոշ դեպքերում բերում են այնպիսի պատճառաբանություններ որոշման հիմքում, որի պարագայում պետք է մերժեին քննիչի միջնորդությունները, սակայն բավարարում են։ Ասենք, որ փորձում են այս իրավիճակի իշխանությունը շտկել, պատճառաբանելով, որ կա օրենսդրական բաց, եւ այս արդիվ ասում են, որ քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագծով նախատեսվում են խափանամիջոցի լրացուցիչ տեսակներ, որը որ այս քրեական դատավարության օրենսգրքով չի նախատեսված, եւ այն ընդունվելու պայմաններում իրավիճակը կարող է շտկվել։ Ես բացարձակապես այդ փաստարկետ չեմ կարող համաձայն լինել, որովհետեւ այսօրվա դրությամբ եւս մի քանի տեսակի խափանամիջոցներ կան, ընդ որում ամենակարևորը գրավը, որը որ մեր դատական պրակտիկայում կիրառվում է հազվադեպ, ընդ որում ցավալի է, բայց կիրառվում է այն դեպքում, երբ անձի նկատմամբ ընդհանրապես խափանամիջոց չպետք է կիրառվեր։ Այսինքն տվյալ դեպքում ոչ թե մենք ունենք օրենսդրական խնդիր, որի լուծման արդյունքում իրավիճակը կշտկվի, այլ մենք ունենք այնպիսի դատական համակարգ, որի մտածելակերպը որպես այդպիսին անհամատեղելի է մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Եվ մենք ոչ թե պետք է այս առումով օրենսդրական փոփոխություններ անենք, այլ դատական համակարգի մտածելակերպի վրա ազդենք, որպեսզի ի վերջո կարողանանք ստանալ այնպիսի դատական համակարգ, որը պետք է լինի ժողովրդավարական հասարակություն։ Եթե ըստ փաստաբանների լավ դատավորի հեռանալը դատախազություն վկայում է ինչ-որ վատ երևույթների մասին դատական համակարգում, ապա դատախազության լավ մասնագետի կամավոր տեղափոխությունը փաստաբանական համակարգ հույս է ներշնչում, որ գուցե ոչ այնքան հեռու ապագայում դատարանը ստիպված կլինի ավելի հաճախ օբյեկտիվ գնահատել պաշտպանական կողմի հիմնավորումները։ Սակայն բացի լավ փաստաբանների պակասությունից կա մի այլ խնդիր՝ փաստաբանի օրենսդրորեն ամրագրված լիազորությունները լիարժեք պաշտպանություն ապահովելու համար։ Այդ մասին է խոսում ոչ հեռու անցյալում գլխավոր դատախազության աշխատակից Արթուր Ղամբարյանը։ Քրեական դատավարությունում պաշտպանի դերակատարությունը միշտ քննարկվել է այսպես կոչված զուգահեռ փաստաբանական քննության հայեցակարգի շրջանակներում, այսինքն մի հայեցակարգ, որը որ տարածված է կամ կիրառվում է անգլոսաքսոնական իրավական համակարգերում, այսինքն որտեղ փաստաբանը քրեական վարույթի հանրային մասնակիցների զուգահեռ միջդատական վարույթում իրականացնում է ապացույցներ հավաքելու գործընթաց։ Անցում կատարել փաստաբանական քննության, դա նշանակում է քրեական արդարադատության ողջ համակարգը արմատապես փոփոխության ենթարկել։ Որևէ խոչընդոտ չկա, հնարավոր է դա անել, եթե կա իրավամտածողություն, կա նման պահանջ, ապա կարելի է փոխել մոդելը, անցում կատարել քրեական արդարադատության մեկ այլ մոդելի։ Իսկ այստեղ հարցը հետևյալն է, արդյոք Հայաստանի Հանրապետությունը իր մոտակա զարգացման հեռանկարներում նման մոդելային փոփոխության պատրաստ է կամ ցանկություն ունի։ Ինչքան որ վերլուծում եմ իրավաբանական համայնքի դիրքորոշումները սույն հարցի վերաբերյալ, ես կարծում եմ, որ դեռևս իրավաբանական համայնքը նման մոդելային համակարգային փոփոխության պատրաստ չի։ Այլ հարց է, որ պետք է քննարկել եւ իրավագիտության մեջ էլ քննարկվում է այն մեխանիզմները, որոնք որ հնարավորություն կտան պաշտպանին ակտիվացնել իր դերակատարությունը ապացուցողական գործընթացում, չփոխելով, նորից եմ կրկնում, քրեական արդարադատության մոդելը։ Գործող քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը որոշակի իրավունքներ տալիս են պաշտպաններին, այսպես կոչված փաստական տվյալներ հավաքելու, սակայն այդ փաստական տվյալները, որպեսզի ապացույցի կարգավիճակ ստանան, գործող քրեական դատավարության օրենսգրքով դրանք պետք է ներկայացվեն քննիչին, եւ քննիչը պետք է որոշի դրանք կգցի քրեական գործին, թե չգցի քրեական գործին։ Ինչը էապես նվազեցնում է փաստաբանի եւ պաշտպանի դերակատարությունը քրեական գործին։ Նախագիծը այս հարցում կատարել է էական առաջընթաց, այն իմաստով, որ քրեական վարույթի հանրային մասնակցին, տվյալ պարագայում քննիչին, պարտավորեցնում է, որ ցանկացած նյութ, որը որ պաշտպանը կներկայացնի քննիչին, քննիչը պարտավոր է կցել քրեական գործին, որից հետո քննիչը նոր պետքա դիրքորոշում արտահայտի, արդյոք այդ ապացույցը, պաշտպանի ներկայացած ապացույցը դա թույլատրելի է կամ թույլատրելի չէ, վերաբերելի է թե վերաբերելի չէ, սակայն
քննիչը չունի հայեցողություն որոշելու կցել, թե չկցել քրեական գործի նշված պաշտպանի ներկայացրած ապացույց փաստական տվյալները։ Այս առումով կարծում եմ իրոք քրեական դատավարության օրենսգրքի եւ հայեցակարգում եւ նախագծում այդ մոտեցումը իրոք առաջընթաց է եւ ակտիվացնում է պաշտպանի կողմի դերակատարությունը։ Բայց միևնույն ժամանակ գտնում եմ, որ կան առանձին ոլորտներ, որտեղ պաշտպանի դերակատարությունը կամ նրա իրավունքները ապացույցներ հավաքելու ոլորտում պետք է կատարելագործել օրենսդրական եղանակով։ Խոսքը վերաբերում է այնպիսի ոլորտներին, որտեղ որ պաշտպանի շահագրգռված լինելը չի ազդելու ապացույցի բովանդակության վրա։ Ավելի մանրամասնեմ միտքս։ Այն իրավաբան գիտնականները կամ իրավապահ մարմնի աշխատակիցները, ովքեր որ դեմ են հանդես գալի պաշտպանների ապացույց հավաքելու գաղափարին, նրանք բերում են ընդհանրապես մեկ փաստարկ։ Պաշտպանները շահագրգռված են գործի ելքով, նրանք ներկայացնում են մեղադրյալին եւ մեղադրյալի կամքն է կանխորոշում նրանց դիրքորոշումները։ Ուստի նրանք չպետք է համարվեն ապացույց հավաքելու սուբյեկտ, իրավասություն ունեցող անձիկ։ Կարծում եմ, սա իրոք լուրջ փաստարկ է, որը պետք է հաշվի առնել։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է նկատի ունենանք, որ կան ապացույցների տեսակներ, որոնց բովանդակությունն այնքան օբյեկտիվ է, որ որևէ կախվածություն չունի, թե պաշտպանը գործի ելքով շահագրգռված է, թե ոչ։ Խոսքս ավելի առարկայական ներկայացնեմ։ Օրինակ հեռախոսազանգերի վերծանումները։ Ի նկատի ունեմ հեռախոսազանգերի մուտքերի եւ ելքերի այդ մասին տեղեկատվությունը։ Գործող քրեական դատավարության օրենսգրքով եւ նախագծով հեռախոսազանգերի վերծանումներ դատարանի որոշմամբ պահանջելու իրավունք ունեն միայն քննիչը, վարույթ իրականացնող մարմինը։ Պաշտպանին նման իրավունք տրված չէ դիմել դատարան, ստանալ օրինակ հեռախոսազանգերի վերծանումները։ Իմ մոտ միշտ հարց է առաջանում. այն մոտեցում իբրև թե պաշտպանը շահագրգռված է գործի ելքով, ինչ նշանակություն ունի նման ապացույց հավաքելու վերաբերյալ։ Ինչ է, եթե քննիչը դիմի դատարան եւ թույլտվություն ստանա դրանով այդ հեռախոսազանգերի վերծանումների օբյեկտիվությունն են ապահովելու, եթե պաշտպանը դիմի, պաշտպանի դիմանալու պարագայում հեռախոսազանգերի վերծանումները դառնալու են թերի կամ ինչ։ Այսինքն սա մի ոլորտ է, որտեղ որ մենք ինքներս հասկանում ենք, որ ապացույցի բովանդակությունը կախված չի պաշտպանի գործի ելքով շահագրգռված լինելով եւ հարց իսկ ինչի՞ պիտի պաշտպանը չկարողանա այդ ապացույցները ձեռք բերի դիմի քննիչին քննիչն որ մեծ ձեռք կբերի բայց հնարավոր է որ պաշտպանին նախաքննության ընթացքում ինքը չտրամադրի այդ հեռախոսազանգերի վերծանումները այսինքն պաշտպանը չունենա հնարավորություն աշխատելու այդ հեռախոսազանգերի վերծանումների հիման վրա դա միայն կարող է ձեռք բերել քննիչը դատարանի որոշմամբ այսինքն մի ոլորտ որ կարծում եմ որ պաշտպաններին պետք է օրենսդրորեն իրավունք վերապահել դիմել դատարան դատարանի միջոցով ստանալ թույլտվություն, հեռախոսազանգերը վերծանումները ստանալու եւ դրա հիման վրա իր պաշտպանական գործառույթները իրականացնելու։ Խորհրդային համակարգի ժամանակահատվածից սկսած դեռ այնպիսի մոտեցում է իմ պատկերացմամբ կաղապարված մոտեցում է ձևավորվել, որ դատարան դիմելու իրավունք պետք է ունենա միջդատական վարույթում միայն քննիչը կամ դատախազը։ Եվ շատերը ասում են, այ որպեսզի հեռախոսազանգերի վերծանումը պաշտպանը ձեռք բերի, պիտի դատարանի որոշմամբ դա արվի, իսկ պաշտպանը իրավունք չունի դատարան մտնելու։ Նման մտքեր արտահայտող իրավաբաններ ուղղակի սովոր են, որ այո, պաշտպանը իրավունք չունի, այդպիսի կաղապարված մտածելակերպ առկա է եղել, տարածված է եղել երկար ժամանակ, բայց մենք անտեսում ենք մի պարզ իրավիճակ, որ դեռևս 2007 թվականին արդեն իսկ պաշտպաններին իրավունք տրվել է մտնել դատարան միջնորդությամբ խափանման միջոցը փոխելու հետ կապված խոսքս մասնավորապես վերաբերում այն իրավիճակին, երբ որ պաշտպանը իրավունք ունի միջնորդել դատարանին, որպեսզի կալանքը, որպես խափանման միջոց փոխարինվի գրավով։ Եթե մեր գործող օրենսդիրը պաշտպանին իրավունք տվել է, որպեսզի նա միջնորդությամբ մտնի դատարան, խափանման միջոցը փոխելու կտրվածքով, ապա տրամաբանական հարց է առաջանում։ Իսկ ինչու պաշտպանը չպետք է կարողանա միջնորդել դատարանին հեռախոսազանգերի վերծանումները ստանալու կտրվածքով անմիջապես։ Նորից եմ կրկնում։ Շատերը կարող են ասել, «Էթո պաշտպանը դիմի քննիչին, միջնորդի քննիչին, քննիչը մտնի դատարան»։ Սա ոչ միայն աշխատանքի բարդեցում է արհեստական ենթադրում, այլև եթե նույնիսկ մենք այս մեխանիզմով գնանք, դա ինչ է նշանակում։ Պատկերացնենք գործնական առումով նշված մեխանիզմը։ Պաշտպանը դիմեց քննիչին, քննիչը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, մտավ դատարան, հեռախոսազանգերի վերծանումներ ինքը ստացավ։ Բայց այդ հեռախոսազանգերի վերծանումներ ինքը պաշտպանին չի տրամադրելու, որտեղ դրանք նախաքննության տվյալ պետք է համարվեն։ Այսինքն արդյունքում պաշտպանը նորից չի ունենալու հնարավորություն այդ հեռախոսազանգերի վերծանման հիման վրա իրականացնելու իր պաշտպանական գործառույթը։
Ոստի ես կարծում եմ առաջի քայլը պետք է լինել նա, որ թույլատրել պաշտպաններին օրենսդրորեն մտնել դատարան, դատարանի թույլտվությամբ ստանալ հեռախոսազանգերի վերցանումը։ Երկրորդ ոլորտը, որը նորից կախված չէ պաշտպանի, այսպես կոչված գործի երկով շահագրգռված սուբյեկտ լինելու հանգամանքով, դա բանկային եւ նոտարական գաղտնի կազմող տեղեկություններն են։ Նորից նույն տրամաբանությունն է գործում։ Այո, պաշտպանը պետք է իրավունք ունենա մտնել դատարան, դատարանի թույլտվությամբ, թե դատարանը իհարկե կբավարարի, ստանալ այդ որոշումը եւ պահանջել իր պաշտպանի համար պաշտպանական գործառույթներ իրականացնելու համար անհրաժեշտ բանկային եւ նոտարական գաղտնի կազմող տեղեկատվություններ։ Կարծում եմ նորից այստեղ չեն կարող ասել պաշտպանը շահագրգռված է, ուստի կազդի ապացույցի բովանդակության վրա։ Նոտարական գաղտնի կազմող կամ բանկային գաղտնի կազմող տեղեկությունը օբյեկտիվորեն գոյություն ունի։ Թե ով է դա պահանջում, քննիչը թե պաշտպանը, որևէ նշանակություն չունի։ Եվ երրորդ ոլորտը, որ կցանկանայի առանձնացնել, խոսքը վերաբերում է այսպես վերջին ժամանակահատվածում լայն տարածում ստացած ճանապարհային երթևեկության իրավախախտումները ֆիքսող տեսանկարահանման ձայներիզներ պահանջելու եւ անվտանգության խցիկներով նկարահանված նյութերը պահանջելու պաշտպանի իրավունքի։ Իհարկե սա այն նյութեր են, որոնց համար դատանի որոշում անհրաժեշտ չէ։ Սակայն գործող եւ փաստաբանության մասին օրենքը եւ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ իրավական կարգավորման չի ենթարկում պաշտպանի կողմից նման տեսակի տեսաերիզներ կամ ձայնագրառումներ պահանջելու այդ հարաբերությունները։ Իրավակիրառ պրակտիկան ինչպիսին է այս հարցի ոլորտում։ Իմ ունեցած տեղեկատվությամբ վարչական իրավախախտումների փաստը ֆիքսող տեսանկարահանման սարքերի ձայնագրառումները պահպանվում են 48 ժամվա ընթացքում։ Փաստաբանության մասին օրենքը նշում է, որ իրավասու մարմինները պարտավոր են փաստաբանի հարցման հիման վրա տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը 10 օրյա ժամկետում։ Եթե հարցին մոտենանք զուտ իրավաբանական տեսանկյունից, եթե նույնիսկ պաշտպանը 2 օր առաջ էլ դիմի ժամանակին, որպեսզի ինքը ձեռք բերի տեսանկարահանումները, այդ օրենքի կարգավորման շրջանակներում մյուս մարմինը կասի, ես ունեմ 10 օրյա ժամանակ այդ նյութերը տրամադրելու։ Մինչդեռ արդեն գիտակցեցինք, որ 48 ժամվա ընթացքում ձայնագրառումները ինքնաոչնչացման process են անցնում։ Ուստի կարծում եմ սա նույնպես մի ոլորտ է, որտեղ որ պետք է հատուկ կարգավորման ենթարկել ժամանակի առումով, պարտավորությունների առումով, պաշտպանների կողմից հարցումներ կատարելու եւ տեղեկատվություններ տրամադրելու վերաբերյալ։ Իհարկե, ասվածը չի նշանակում, որ պաշտպանը պետք է հնարավորություն ունենալ քննիչին հավասար իրականացնել ցանկացած, այսպես կոչված, ապացուցողական գործողություններ։ Օրինակ, երբևէ հակված չեմ եղել կարծելու, որ պաշտպանների կողմից ֆիզիկական անձանց հարցման ենթարկելը պետք է դիտել որպես ապացույց։ Դուք լավ գիտեք, օրենքով պաշտպանները իրավունք ունեն հարցման ենթարկել անձանց, ֆիզիկական անձանց։ Այստեղ մենք չենք կարող ասել, որ հարցման ենթարկելու արձանագրությունը պետք է դիտել ինքնին որպես ապացույց։ Մի պարզ պատճառով, քանի որ պաշտպանները ի տարբերություն քննիչի իրավաբանական տեսանկյունից գործի երկով շահագրգռված անձիկ են։ Եվ ֆիզիկական անձանց հարցման ենթարկելու պարագայում արդեն գործում այն տրամաբանությունը, որ նրանք կարող են ուղղորդել այդ ֆիզիկական անձանց որոշակի ցուցմունքների բովանդակություն ունենալու կտրվածքով։ Ոստի նմանատիպ իրավիճակներում չի կարելի ասել, որ փաստաբանները պետք է ամբողջ ծավալով քննություն կատարեն։ Իմ ողջ ասացի, այսպես կոչված մեխը հետևյալն է. պաշտպանին տալ հնարավորություն ձեռք բերել այն ապացույցները, որոնց բովանդակության վրա պաշտպանի շահագրգռված լինելը չի ազդելու։ Եթե իմ շահագրգռված լինելը ազդելու է ցուցմունքի կամ հարցման բովանդակության վրա, նշանակում է հարցումը ապացույց չպետք է համարվի։ Պաշտպանը պետք է դիմի քննիչին, քննիչը այդ մարդուն բերի ֆիզիկական անձանց հարցաքննության ենթարկի, որի արդյունքով այդ հարցում ապացույց ինքը ձեռք կբերի։ Բայց վերը նշված ոլորտները, կարծում եմ դրանք շատ կարևոր ոլորտներ են, եւ փաստաբանական ինստիտուտի դերակատարությունը էապես կբարձրանա, եթե պաշտպանները եւ փաստաբանները նշված ոլորտներով կարողանան իրականացնել ակտիվ գործունեություն։ Եվ կցանկանայի խոսքս ավարտել հետեւյալ կտրվածքով։ Պաշտպանների դերակատարության բարձրացումը եւ նրանց աշխատանքի որակի բարձրացումը ուղիղ համեմատական է քննության որակի եւ առհասարակ արդարադատության որակի հետ։ Ես չէի ցանկանա, որպեսզի իմ խոսքը դիտարկվեր զուտ պարզապես պաշտպանական ինստիտուտի դերակատարման բարձրացման կտրվածքով։ Եթե մենք ունենում ենք ուժեղ փաստաբանական ինստիտուտ, ուժեղ պաշտպան,
ապա նման ինստիտուտի արկայությունը դիալեկտիկայի օրենքների կտրվածքով ստիպելու է նաև նախաքննության որակի բարձրացման, ստիպելու է դատախազական աշխատանքի որակի եւ արդարադատության բարձրացմանը։ Ես միշտ ուսանողներին բերում եմ հետեւյալ օրինակը. դիալեկտիկայում կա հակադրությունների եւ միասնության օրենքը։ Եթե մի ոլորտում չկա հակադրություն, այդ սոցիալական համակարգում չի կարող լինել նաև զարգացում։ Եթե պաշտպանին մենք զրկում ենք քննիչին հակադրվելու, օբյեկտիվորեն հակադրվելու հնարավորությունից, նշանակում է մենք զրկում ենք քննիչին որակյալ աշխատելու հնարավորությունից։ Որ համակարգում կա հակադրություն, այդ համակարգը զարգացում է ապրում։ Չենք տալի հակադրություն, այդ համակարգը բերում ենք, հանգեցնում ենք լճացման։ Կարծում եմ քրեական արդարադատության զարգացման այսպես կանոններից մեկը պետք է լինի ուժեղ փաստաբանությունը, որը որ կարողանա օրենքի շրջանակներում հակադրվել, բարի դրական իմաստով հակադրվել նախաքննությանը, որն էլ իր հերթին կբերի նախաքննության եւ որակական զարգացմանը եւ առհասարակ քրեական արդարադատության որակի բարձրացմանը։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր ծրագիրը տեղադրված է ինտերնետային կայքում, որի հասցեն ձեր էկրաններին է։